Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Այլընտրանք հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն է։ Շնորհակալություն, պարոն Մանասերյան, իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Մանասերյան, վերջին ամիսների ընթացքում մեր հանրապետությունում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում։ Տեսեք, կլինի մի քանի ամիս, որ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել մի առաջարկությամբ, որը կոչվում է Առաջարկ Հայաստանին։ Սա ոնց որ ապագա ծրագրի ծրագրային հենքն է, հիմնադրույթային։ Միտքը կայանում է նրանում, որ եկեք այս փուլում շատ մրցունակ մի համախմբող ծրագիր մշակենք, դիմենք տարբեր մասնագետների, ժողովրդին, ստանանք բոլորից առաջարկներ, հարցադրումներ, այդ թվում եւ լինենք մարզերում, գյուղական բնակավայրերում ամենուր, եւ եթե մարդիկ իրենց առաջարկները տան եւ դա ներառվի ապակա ծրագրում, ապա այդ մարդիկ չեն կարող այդ ծրագրի դեմ լինել եւ պատահական չէ, որ վերջի 2 ամսվա ընթացքում ես իմ գործընկերների հետ լինում եմ տարբեր մարզերում եւ իսկապես կան հարցադրումներ, որոնք ընդհանրական են ամբողջ հանրապետության համար եւ կան որ տեղային բնույթ են, տվյալ համայնքի կամ մարզի հետ կապված, ուրեմն ընդունենք գյուղատնտեսության որ ճյուղն է զարգացած բնակլիմայական պայմաններից եւ այլն։ Տարբեր հարցադրումներ են արվում, ես կառաջարկեմ մենք դիտենք տեսանյութը, ապա շարունակենք մեր քննարկումը։ Խնդրեմ տեսանյութը։ Օրինակ ես ստանում եմ նպաստ 48000 դրամ, իհարկե բնականաբար որ հաշվարկ անում ամսական կտրվածքով, իմ 4 երեխաներին դա չի հերիքում, իրանց կարիքներին, թե հագուստին, թե դեղորայքին, թե սնունդին։ Ու մենք ոնց ասեցիք, տարին տարու վրա չենք տենում բարելավում, տենում ենք նվազում, որովհետև ունենք լիքը վարկեր, լիքը դահակներ։ Շատ լավ դրույթ է, նաև առաջարկ Հայաստանին ծրագրում ներառելու համար, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար պետք է այդ ամեն ինչը վերանայվի։ Եթե նպաստառու չլինի, շատ ավելի լավ, ասինքն բոլորը բարվոք են։ Բայց եթե ունենք նպաստառու ընտանիքներ, այդ նպաստն էլ պետք է արժանապատիվ լինի։ Դիմել ենք մենք 100,000 դրամ, երբ որ բազմազավակ այդ կարգավիճակը ունենում է ընտանիքը 100,000 ամսական ծնողական փառքի մեդալ ինչ որ ճիշտ է, այդպեսի բան կա, հա, տենց անպատասխան մնացել է այդ դիմումները։ Շատ բարի։ Եկեք բոլորս նայրային ծափահարենք, որ 7 երեխայի մայր է։ Այդ ծրագրի մասին մենք պարոն Մանուկյան, պարոն Կոստանյան կմտածենք, կձևակերպենք որպես առաջարկ Հայաստանի դա ծրագիր անպայման, որպեսզի բազմազավակության մեջ էլ պետք է լինի սենց աշճանակարգություն էլի, նայած թե քանի որ հասարակությունը, այո, հասարակություն ունենք։ Ծնելիությունը այսօր շատ անհրաժեշտ է խթանել, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կարևոր դրույթներ ու շատ լավ է, որ մենք հենց բազմազավակ ծնողներից ենք։ Ճանապարհ դպրոց մանկապարտեզ էլ է պետք, թոշակի բարձրացում էլ է պետք, նպաստի բարձրացում էլ է պետք, կյանքի լավ աշխատատեղ էլ է պետք։ Երբ որ մենք այս երկուսը հակադրում ենք իրար, մենք ընկնում ենք թակարդի մեջ։ Հիմա ասենք թե ընտանիքում հայրը աշխատում է կամ մայրը աշխատում է, երեխեք են պահում։ Ունեն 7 երեխա, փառք ու պատիվ։ Հենց որ ասենք հետ երեխեքի պահելու գործընթացում կարող է մի երեխու պահանջը բավարարես, այն մեկը անտեսես։ Չէ։ Ինչքան վատ կզգա ծնողը, որ այդ 2 երեխու պահանջը բավարարես, այն 3-4 երեխու պահանջը անտեսես, ասես երեխեքին չես կարող բացատրես ընտրողի նման, որ այս տարի քո հարցը չենք լուծում, լուծում ենք այն մյուս երեխեքի հարցը, որովհետև չենք կարող լուծենք։ Բայց էլ ընտանիքում, բայց դու չես կարող մեղադրես, կարա տենց լինի, իրավիճակը տենց լինի։ Նենց պետք է ծնողը անի, որ բալանսավորի, չէ՞, այդ ծախսերը այդ երեխեքի մեջ նենց անի, որ այդ երեխեքը տրավմա չստանան, այդ երեխեքը չէ որ այդ հոգեբանական տրավման, երբ որ այդ տարիքում ստանա, երեխան չի հասկանում։ Ինքը իրան ասում է, ես այս պահանջը կա, իմ ընկերները գնում եմ դպրոց, մանկապարտեզ, այդ խնդիրը կա, ուրեմն ծնողի վրա մեծ բեռ է դրած, այնքան ոչ ստանդարտ ջանքեր գործադրի, որ այդ բալանսավորի, որ երեխեքը հարաբերական, չեմ ասում լիարժեք, գոնե գոհ մնան։ Նույնն էլ պետությունն է։
Գագիկ Ծառուկյանը ունի տարբեր գործարաններ, տարբեր մարզերում։ Իսկ առաջիկայում նախատեսվում է Տավուշի մարզում նույնպես կառուցել այդպիսի ինչ-որ մի գործարան, որտեղ կաշխատեն հարյուրավոր, տասնյակ հարյուրավոր չնշեմ, քաղաքացիներ, բնակիչներ, որոնք հետագայում կնպաստեն նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Բիզնեսը, գործարանը, այդպես մի կնոպկա չի, որպեսզի մարդը սեղմի, ասի մի 4 հատ գործարան ես մարզում, տեսեք, այդ հարցը կարան բոլոր մարզերում տան։ Կարող ասեն, իսկ պատրաստվում է պարոն Ծառուկյանը ստեղ ընդեղման։ Ուրեմն պետական քաղաքականություն էս պետք է լինի, որ ձեռնտու ունի շատ գործարաններ, տարբեր մարդիկ ձևավորեն։ Եվ օրինակ այս գորգագործական կոմբինատը, որ կանգնել է, եթե ինքը ձեռնտու ուներ նույն պայմաններով, չէ՞, այդ դրա հումքը որտեղից են բերում, Հայաստանում աճեցվում է թե չէ, այդ չգիտեմ բամբակ է, թե մյուս ինչ է, այդ կամ այլ մշակաբույսեր։ Ուրեմն եթե խորհրդային միության ժամանակ զրոյական արժեքով բերում էին հումքը, որևէ խնդրեմ չկար իրացման։ Հիմա Հայաստանը այդ լոգիստիկ բաներից ելնելու կարող ձեռնտու չի սա։ Մի բան պետք է ձեռնտու լինի։ Ամենագերակտիվ պատգամավորներից է եղել, նաև հանձնաժողովի նախագահ, ինչքանով որ վերհիշում եմ, եւ ոչ միայն դուք ակտիվությամբ եք աչքի ընկել, նաև ձեր ինտելեկտուալ մտավոր եւ տնտեսագիտական բարձր պոտենցիալով։ Այդ առումով, այս ներկայիս կառավարման համակարգը սահմանադրության փոփոխությունից հետո 2015-ի ինչ տվեց մեր պետությանը։ Երկիրը կարելի է լավ կառավարել, թե նախագահի աշխատասենյակից, թե վարչապետի աշխատասենյակից։ Ես կողմնակից եմ, որ պետքա քաղաքական մենաշնորհ չլինի։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Երբ որ քաղաքական մենաշնորհ կա, այդ մի ուժը, որ ամեն ինչ 2/3 էլ ունի, որակյալ մեծամասնություն էլ ունի parlamentum, դա խնդիրներ է առաջացնում։ Դրա համար պետք է լինի բալանսավորված, չեմ ասում, թեկուզ կոալիցիոն, որպեսզի այդ զսպումների, փոխադարձ զսպումների ինստիտուտը աշխատի, որ ասենք թե նենց լինի ձայների համախումբը, որ մեկը մոնոպոլիա չունենա, որ ինչ ուզեմ կարամ անեմ։ Անվտանգությունը կարող է ապահովի միայն ոչ քաղաքական մենաշնորհի պայմաններում, երբ որ մենք ունենանք բալանսավորված իշխանություն։ Դիլիջանում չունենք համալսարան, ինչը զգալի բաց է ամբողջ համայնքի համար, որովհետև շատ երիտասարդներ իրենց ուսումը գցում են երկրորդ պլան, որովհետև հնարավորություն չունեն տեղափոխվել Երևան կամ մեկ այլ քաղաք իրենց ուսումը շարունակելու համար, քանի որ չունեն ֆինանսապես հնարավորություն։ Պետությունը պետք է նախ եւ առաջ, նաեւ դա Ծառուկյանի միտքն է եղել ժամանակին, որ ով որ տաղանդավոր է գիտելիք ստանալու համար, գիտելիք ունեցող լավ սովոր երեխաները պետք է համ բուհեր ընդունվեն, համ էլ պետք է չվճարելու արդյունքում երբեք դուրս չմնան։ Այս է պետության խնդիրն է։ Թե ինչ ձևի դուրս չմնան, ասինքն եթե դու ֆինանսական ռեսուրս չունես, որ տրանսպորտով գնաս լավ համալսարան սովորելու, չէ, դա պետությունը պայման պետք է ստեղծի քո համար։ Վճար չունես, վճարես, բայց տաղանդավոր բարձր գիտելիքներով սովորում ես, պետությունը կարա համ սուբսիդավորի, համ էլ կարող է 0%-ով վարկ տա այդ ընտանիքին այդ երեխուն։ Ինքը ավարտի վերջանա, գնա աշխատի 5 տարի, 5-6 տարվա ընթացքում հետ վերադարձնի դա։ Հասկացաք։ Հիմա դրա համար Դիլիջանում համալսարան բացելը, տես, եթե պետական համալսարանի մասին է, սա կառավարությունը հաշվարկում է, ասում է Դիլիջանում բնակչությունը ինչքանն է, պահանջարկը ինչքանն է, եթե տարեկան ստեղ ընդհանրապես պետք է ընդունվի 200 ուրեմն ուսանող բան ընդունվեն, ուրեմն նպատակահարմար չէ։ Երիտասարդը, ով որ ունի այս ընդունակությունները, ինքը սենց ասած չի շարունակում զարգացնի այդ ընդունակությունները, որովհետև կամ իրեն նկատող չկա, կամ չգիտեմ ֆինանսապես իրեն ֆինանսապես չի հերիքում, չգիտեմ տրանսպորտի հետ կապված խնդիր կա, ուրեմն առաջարկս հետևյալն է, ոչ թե հիմնականում հույսը դնենք աշխատատեղերի վրա, այլ զարգացնենք երիտասարդների այն ընդունակությունները, որոնք որ հենց սկզբից այդ երիտասարդի մոտ կա։ Եվ ամեն ընտանիքում պարտադիր չէ ընտանիքի բոլոր անդամները գերտաղանդավոր մարդիկ լինեն։ Վերջը մեկը բայց պետք է այդ լիզերությունը իր վրա վերցնի, չէ՞։ Հիմա դու պատրաստ ես վերցնես, մի հատ կանգնի, մի նստի։ Միգել ջան, դու պատրաստ ես վերցնես լիզերությունը ձեր ընտանիքի։ Ապրես։ Ինքը տեսա սա էլ է արդյունքը գնաց տուն կասես, հայտնի բառը, ուզում ես ծնողդ երկար ապրի, ծնողի համար զբաղմունք գտի, որ զբաղվի, որտեղ մարդը եթե հոգեպես ինքնամեկուսանում է, իր նյարդային համակարգը շատ բարդ է դառնում։ Դրա համար բնականաբար այդ ծերերի խնամքի համար, հոգատար վերաբերմունքի համար
Սա պետության գործն է, պետական բյուջեն նորմալ պետքա դնի նորմալ պայմաններ եւ ես հակված եմ, որ դա պետական ինստիտուտներ չկազմակերպեն։ Ինքը ոնց որ պետական գնումներն է, հանձնարարի մասնագիտացված, լիցենզավորված մասնավորների, որ հոգատար այդ ամեն ինչը պետությունը ոչ լավ բիզնես կարա անի, ոչ էլ լավ կարա խնամի։ Դա պետք է անեն մասնավորները հատուկ պետական հսկողության տակ, միանշանակ։ Եվ այսպես, պարոն Մանասերյան, տեսեք ուրեմն մեր հայրենակիցները, մենք այս դեպքում ինչպես տեսանք, եղանք Իջևանում եւ Դիլիջանում, եւ մեր հայրենակիցները հարցերը հիմնականում ուղղված էր, քանի որ դա հիմնականում քաղաքային համայնքներ էին, աշխատատեղերին, թոշակ աշխատավարձերին, արտադրության կազմակերպմանը, ծերերի խնամքի հետ կապված հարցեր կային երիտասարդական զբաղվածության հարցերի հետ կապված, անվտանգության հարցեր, ինչպես տեսանք, շատ բազմաբնույթ էր։ Հիմա տեսեք, ես առաջինը մենք սկսենք աշխատատեղերից։ Հենց Իջևանում, այնտեղ որտեղ մենք հավաքված ենք, դիմացում Հայգորգ նախկին միավորման շենքներ վարչական եւ մեծ տարածքը, իսկ այդ գորգագործական կոմբինատը ժամանակին եղել է Անդրկովկասում առաջինը եւ Խորհրդային Միությունում երրորդը։ Շատ լավ գիտեմ, եղել է մի քանի անգամ։ Հիմա ուղղակի մենք շատ չկենտրոնանանք, բայց նա եղել է նաեւ ուրեմն Իջևանում փայտավերամշակման մեծ կոմբինատ, տարբեր երկաթյա բետոնյա կոնստրուկցիաների եւ այլն, եւ մարդիկ հետարքիր հարց են դնում, ասում են օրինակ, ինչի պարոն Ծառուկյանը գործարաններ չի բացում համատարած, կամ ինչի այստեղ այս գործարանները չկան, եւ մենք բացատրում ենք, որ արտադրական ձեռնարկություն կառուցել են մեծ թվով աշխատատեղեր ունեցող, դա ինչ որ մի կնոպկայի սեղմումով չի լինում, դա պետք է լինի պայմաններ, նախադրյալներ, որպես այդտեղ միջավայր աշխատի։ Խորհրդային Միության ժամանակ լրիվ այլ իրավիճակ էր, համարյա զրոյական արժեքով հումքնյութերը գալիս էին, վերամշակում եւ նորից շուկա չկար, արտահանվում, այսինքն դեպի շուկա չէր գնում։ Հիմա նոր ժամանակներում, այո, մեկ անհատը կարող է շատ գործեր կատարել, բայց պետության փոխարեն անհատը չի կարող ամեն ինչ անել։ Եվ մենք բացատրում ենք, որ աշխատատեղերի ստեղծման հիմքը դա պայմաններն է։ Այ որպես դուք փորձառու տնտեսագետ, ինչ եք կարծում, հաշվի առնելով, որ ամեն ինչ Հայաստանում կենտրոնացված է Երևանում եւ մարզերում հին աշխատատեղերը փակվել են, նորերն էլ համարյա չեն ստեղծվել։ Ինչ բանաձև կառաջարկեք։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Այս բացման մասում այնքան կարևոր դրույթներ հնչեցրեցիք, որ արժի որ մենք մի փոքր մանրամասն դրանց անդրադառնանք։ Նախ պատիվ եմ ունեցել արդեն առաջարկ Հայաստանին այդ հաղորդման հյուր լինել եւ ձեզ հետ էլ այս զրույցը շատ կարևոր է, որ adekvat ընկալումներ են լինում եւ մենք հավանաբար որպես նույն ոլորտի մարդիկ հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Գան վերջից ոչ միայն ամեն ինչը գերկենտրոնացած է Հայաստանում արդյունաբերության մասով կամ արտադրական ինչ-որ օբյեկտների մասով, բայց նաև գիտությանը նայենք։ Գիտությունը երևանյան գիտություն է։ Ըստ էության, եթե մի կողմ դնենք, ասենք, բյուրականի հաստատետան, որ շատ կարևոր գիտական օջախ է, ժամանակին Գառնին կար եւս 1-2 երևանյան գիտություն ունենք, հայաստանյան չի, այսինքն ապակենտրոնացված չի, ել չենք խոսում համամասնությունների մասին։ Անկեղծորեն ուրախ եմ, որ տեսեք, այդ ձևաչափը կամ հիմա որ մենք զրուցում ենք առաջարկ Հայաստանին, ես առանց չափազանցության պիտի ասեմ, որ Հայաստանում բոլորի հանդեպ շատ հարգանքով եմ, բայց այդպիսի ձևաչափ չեմ տեսել, որը առարկայական կոնկրետ քննարկում գնա եւ մասնագիտական գնահատականները հնչեն ի օգուտ ոչ թե այսինչ կամ այնինչ անձի կամ ուժի եւ այլ ի օգուտ երկրի։ Այսինքն այսպես ակումուլացնելով մասնագիտական փորձագիտական կարծիքները, ես հավատում եմ, որ դա անհետևանք չի լինելու։ Թե ինչ լուծում կստանա, վստահ եմ, որ ճիշտ ինչ որ հանգրվանի կգա, բայց որ պետք է հենց սրանից սկսենք, շատ կարևորում եմ։ Ինքս ծառավ եմ այդպիսի քննարկումներ տեսնելու եւ դրանք ծառայեցնելու երկրին։ Ի վերջո, տեսեք, ցավով եմ արձանագրում, որ վերջի տարիների ընթացքում պահանջարկված չի փորձագիտական կարծիքը, հատկապես անկախ փորձագետների։
մենք շատ լավ գիտենք, որ միշտ էլ լինում են փորձագետներ, որոնք ըստ պատվերի, ըստ տրամադրության կարող են ցանկացած աշխատանք դնել սեղանին եւ ասել, որ ահա այն ինչ որ դուք կարող եք ուզել։ Եվ ներողություն հաճախ կարճ ժամանակահատվածում լրիվ հակադիր կարծիքներ ներկայացնել, այո։ Բայց մենք այդպես շատ չենք կարող, ինքներս մեզ ենք խափում ոչ մեկին դրանով։ Եվ շատ կարևոր է, որ ազնիվ լինենք։ Այդ ազնվության դեֆիցիտը մենք պիտի փորձենք կրճատել ու վերացնել։ Եթե մենք շիտակ զրույց ենք անում եւ շիտակ նպատակ ունենք, վաղ թե ուշ հասնելու ենք դրան։ Բայց եթե մենք ձև ենք անում, որ շատ մտահոգ ենք, բայց իրականում այս ստուդիայից դուրս են գալիս, մեր գործերով ենք զբաղվում, հաստատ ոչ մի բան չենք կարող անել։ Հատկապես մարզերի այդ այցելությունները, որ ունենում եք, բնականաբար դա առանցքային նշանակություն ունի։ Հենց քիչ առաջ մենք դրա մասին զրուցեցինք, որ ընդհանրապես մի քանի կարճ 5-10 կիլոմետր են կողմ, ինչու՞ չէ, միայն մարզերում չէ։ Երևանի վարչական շրջանն ու Բարաշենում լրիվ այլ պատկեր է։ Այո, լրիվ ուրիշ աշխարհ է։ Լրիվ ուրիշ աշխարհ է, եւ եթե վերցնենք օրինակ քաղաքային բնակչություն եւ գյուղական բնակչություն, կարծում եմ հասկանում եք ինչի մասն եմ ասում, այդպես կարող ենք տարանջատել, ասել քաղաքային բնակչությունը մի քիչ ավել է, քան գյուղը, բայց երբ որ նայում եք, որ ասենք քաղաքներ Աբովյան, Հրազդան, Աշտարակ, Արտաշատ, այսպես գնանք, այդտեղ քանի տոկոսն է բնակչության իրապես քաղաքային բնակչություն այն ստերեոտիպով, կարծրատիպով, որ մենք ենք պատկերացնում։ Այո։ Զգալի հատված է եւ գյուղատնտեսական աշխատանքները կատարում եւ տարբեր, բայց որ պետք է գնալ դեպի մարզեր ամրացնելու համար, նաեւ պետք է ընդունենք, որ մեր բազմաթիվ ձախողումների, չեմ ուզում պարտություն բառը ասել, ձախողումների հիմքում ընկած է նաեւ այն, որ մենք չամրացրեցինք սահմանները փոքր թեկուզ արտադրություններով, մեծ արտադրությունները իհարկե այտենց հեշտ չեն ծնվում, համաձայն եմ ձեզ հետ, բայց կարող ենք ուղղակի այդ միջավայրը, այդ մթնոլորտը ստեղծել, որպեսզի նախ գյուղացին մնա իր շենի, իր հողի վրա եւ կարողանա շանեն նվազագույնը ունենալ։ Այո, պարոն Մանասարյան, հիմա կներեք, ել կշարունակենք, տեսեք, լինելով մարզերում, հատկապես գյուղաբնակ համայնքներում, ինչու՞ չէ նաև փոքր քաղաքներում, որոնք դուք ճիշտ եք ասում, այսինքն փոքր քաղաքների, հարաբերական փոքր քաղաքների բնակիչները միաժամանակ եւ գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ ինչ որ մի այսպես մերձ քաղաքային ասեմ, կամ ավանային ասեմ, ավելի ճիշտ, ավան հասկացությունը այստեղ միջավայր է, բայց միևնույնն է, մենք տեսնում ենք, որ եւ փոքր քաղաքները եւ հատկապես գյուղերը դրանք ծերացող բնակավայրեր են դառնում, այսինքն ավակ սերնդի մեր համակարգացները այսպես չեն ուզում լքեն, որտեղ գնալու տեղ չունեն, երիտասարդները գալիս են սովորում են Երևանի բուհերում, աշխատում են, որ իրենց ուսման վճարը վճարեն եւ մնում են աշխատելու Երևան քաղաքում, որտեղ հետ գնալու գրավիչ բան չեն տեսնում։ Իհարկե ինչ որ մի մաս միգուցե գնում է, բայց հիմնականում, ասինքն մեր համայնքները գյուղական եւ հերու Երևանից հերու տարածքներում ավելի ծերացող են, նոսրանում են, նաեւ երկու էստեղ բան մենք արձանագրենք։ Մեկը որ ասում են չկա աշխատանք, ասինքն գանք ինչ անենք, աշխատանք չկա, կամ ի տարբերություն Երևանի մարզերում այդ աշխատավարձերի մակարդակը ռեալ մասնավոր սեկտորում էապես 2-2.5 անգամ ցածր է, նույն թեկուզ բանվորական, եթե ոչ 3 անգամ, սա մեկ, եւ երկրորդը, ասինքն այլ նորերը չեն բացվում։ Հիմա եկեք մի հատ այսպես նայենք, էլի, մենք որպես տնտեսագետներ, ինչ պայման ձևավորել հերավոր մարզում, որպեսզի փող ներդնողը, թեկուզ ոչ շատ մեծ գումարներ, ինքը տեսնի, որ ձեռնտու է այդտեղ ինչ որ մի արտադրություն կամ ինչ որ մի ծառայություն, մի բիզնես բացել է։ Այն արտոնությունները, որ տրված են կարծեմ մոտ 81-82 բնակավայրերին, սահմանային, դա ընդամենը, ուրեմն եթե չեմ սխալվում, գույքահարկի 50%-ը գազ, ջուր, էլեկտրաէներգիա, եւ սա բավարար չի։ Մենք տեսնում ենք, որ այն արտադրության դեպքում շահութարկի, այդ ազատ գոտիների, այսինքն մենք հասկանում ենք, որ դա բավարար չի, այսինքն այդ արտոնությունները կամ այսպես այլ կերպ ասած հատուկ ռեժիմները որևէ էական ազդեցություն չեն թողում։ Այ մի հատ քննարկենք, շատ հետաքրքիր է ինչ բանաձև այդտեղ կիրառել որոշ տեղերում, որպեսզի ինքը թեկուզ այդ մոտակա բնակավայրերի երիտասարդներին կամ աշխատողներին ներգրավի եւ ասենք այս զարգացող ավան է, զարգացող ինչ կառաջարկեիք այդ առումով։ Մի քանի
գաղափարներ կան, որ կարող եմ կիսվել ձեզ հետ։ Նախ եւ առաջ իրազեկել հանրությանը։ Տեսեք, մի տարիմաստություն կա, պարադոքս կա, որ ձեր խոնարհծառան տարիներ առաջ բավական երկար պայքարից հետո հասանք նրան, որ ընդունվեց օրենք եւ կառավարության համապատասխան որոշմամբ ազատ գոտու կարգավիճակ տրվեց սահմանամերձ գյուղերին։ Դրա համար երևի տասնամյակից ավել աշխատանք է գնացել։ Բարեբախտաբար հիմա մենք դա իրավական, օրենսդրական առումով ֆիքսել ենք։ Բայց քանի հոգի գիտեն դրա մասին։ Տեսեք, մենք ձեզ հետ միասին մեր ոլորտի կարծես թե որոշակի փորձ ունեցող մարդիկ ենք, բայց բազմաթիվ մեր գործընկերներ անգամ կարող է տեղյակ չլինեն։ Այդ գյուղերի բնակիչներ անգամ տեղյակ չեն, ել չեմ ասում նախկին բնակիչներ, ովքեր արտագնա աշխատանքի են եւ այլ։ Եթե նրանցից ոմանք գոնե տեղյակ լինեն այս արտոնություններից, վստահ եմ, որ որոշ ներդրումներ գոնե իշահ իրենց հայրենի գյուղի կանեն։ Սա մեկ, սա ուղղակի զուտ տեղեկատվական մասը, որ հատուկ ջանքեր չի պահանջում, բայց սա մերժողական կեցվածքն է, որ ամեն մի հաջորդ կառավարություն փորձում է չնկատել, թե ինչ է արվել դրանից առաջ։ Իսկ սա մենք պարտավոր ենք օգտագործել, որովհետև սա մեզ առաջ տան։ Երկրորդ։ Ներողություն, պարոն Մնասյան, շատ ներողություն, կշարունակեք երկրորդը, երրորդը։ Տեսեք, հիմա որ ասեցինք կառավարության գործընկերներն էլ չեն նկատում կամ անցածը չեն նկատում, այնուամենայնիվ ես իմ չասեմ ամեն հաղորդման մեջ, բայց հյուրերի մեծ մասին ասում եմ, տեսեք, հələ հիշեք այդ երկրորդը կասեք, որ այսպես ցակուցրիվ չլինի։ Տեսեք, կառավարության հնգամյա ծրագիրը այս 26 թվին ավարտվում է։ Այսինքն 21-ից 26 թվական։ Եվ վերջի խոսույթները, որ մենք տեսնում ենք, այն է, որ հիմնականում դրված է 500 մանկապարտեզ, 300 դպրոց, հա, եւ ճանապարհներ, հա, ասինքն սա մի ուղղությունն է, որ իրենք գտնում են, որ ակտիվ սա իրականացնում են, որովհետև 26 թվականի պետական բյուջեն էլ արդեն կա, նախագիծը քննարկվում է, եւ երկրորդ մենք տեսնում ենք, որ այդ հնգամյա ծրագրի շրջանակներում կար արձանագրված, որ պետք է գործազրկությունը էապես իջնի, որը չի իջել 14%-ի սահմաններում, եւ աղքատությունը պետք է երկու անգամ իջնի, այսօր 23.6%, ասենք 1-2 տարի առաջ 24.5%, ասենք 1% իջել։ Վերինշեմը 42-ից բարձր։ Այո, ահա, հիմա ես եկեք սրա մասին շատ եմ ասում, նայենք ընտրողի աչքերով, կամ ընտրողին մոռանանք ընտրողի, նայենք քաղաքացու աչքերով։ Ինչ եք կարծում։ Ընդունենք թոշակը բարձրացրել են 10 կամ 15,000 դրամ, կամ նպաստը բարձրացրել են էլի 10,000 դրամ։ Եկավ գնաճը, ասենք, ընդունենք թոշակառն ստացավ, բայց գներն էլ աճում են, ասում դե 10,000-ը համարյա արժեք չուներ ամսական, չնայած ունի մեծ արժեք, եւ մյուս կողմից գյուղում, գյուղական բնակավայրերում, երբ որ այդ դպրոց մանկապարտեզը կա, տեսանելի է, որ տարիներով չի կառուցվել, միանգամից հիմա իրենք նայում են այդ քաղաքացու աչքերը, որ այն 5-10,000-ը, որ ավելացնի, կարող է էական էմոցիաներ չառաջացնի պոզիտիվ, կառաջացնի, բայց այսպեկը ակնհայտ գյուղական բնակավայր, տեսեք քաղաքների մասին չէ, գյուղական բնակավայրերում։ Ինչ եք կարծում, հələ հիշեք այն ձեր երկրորդը կանդրադառնանք, այս կառավարության աչքերով նայելով դա աշխատող է ապագա 26 թվականի միջոցառման շրջանակներում, հայտնի, որ մենք գիտենք։ Բնական է, որ այն ինչ որ անում է ներկայիս կառավարությունը շատ հաշմենկատ պատրաստում է 26 թվականին։ Մի ամտություն կլինի, որ չէ, շատ այսպես անznազող կեցվածքով ամեն ինչ զոհաբերվում է հանուն հեռանկարային զարգացման եւ այլն։ Դա պետք է ուղղակի երևա փոքր երկրի էֆեկտը, ինձնից լավ եք պատկերացնում։ Ես ուզում եմ հետեւյալն ասել։ Որևէ համայնքում տեսեք, կարող է արտասովոր թվա։ Եթե մենք հատկապես սահմանամերձ, որովհետև ինձ համար եւ մեզ համար շատ կարեւոր են այդ համայնքները։ Նպատակային, ասենք անունը դնենք Խելացի գյուղ։ Smart Village եւ այլն։ Smart Village։ Հա։ Եվ փոքր բնակավայր վերցնենք, պարտադիր չի որ մեծ լինի եւ զարմացնենք մարդկանց։ Ուղղակի որպես լաբորատորիա պատկերավոր ասած, փորձենք ինչ էֆեկտ կստանա։ Պետական բյուջեից կամ առանձին մարդկանց, եթե նպատակային է ծրագրային համակարգված տեսք ունի, կարծում եմ, որ քիչ չեն լինի մարդիկ կամ ցանկությունը քիչ չի լինի, փորձարկել ու տեսնել ինչ էֆեկտ կտա։ Վնաս չկա, բայց օգուտ գումար ուղակի հատկացնել այդ գյուղի նվազագույն կարիքները,
ազգաբնակչության մոտ, որ ուղակի դուրս չգան, սա համար 1 խնդիր պիտի Բայց լինի։ առանձին վերցրած մեկ գյուղում հնարավոր է կոմունիզմ կառուցել։ Այս դեպքում ես ասացի լաբորատորիայի մասին, որը պիտի մենք տարածենք։ Իհարկե, կարող ենք նաև Ինկուբատոր։ այդպես էլ կարող ենք դիտարկել, բայց ինչն է այստեղ կարևոր։ Մարզեր գնալուց Սյունիքում, Վայոց ձորում գյուղեր են առաջացել դեռ խորհրդային տարիներից սկսած լքված գյուղերի խնդիրը կար եւ մեր ավակ սերունդը դրանով անմիջական զբաղվել է, գիտենք։ Հերհեր գյուղը մի քանի տատիկ պապիկների գյուղ է դարձել։ Եվ էլի կան, այո, Վայոց ձորում, եւ էլի կան այդպիսի գյուղեր, ցավոք սրտի, որոնք եւ մեղադրելու բան չկա այստեղ։ Մենք իրենցից ավելի հայրենասեր չեն կամ իրենք պակաս հայրենասեր չեն որ թողում, որովհետեւ ստիպված են, դուք շատ լավ նշեցիք, չկա աշխատանք։ Հիմա այդ աշխատանքը ստեղծվում է այ փոքր բաներով, նախ գոյատևելու եւ մնալու տեղում, որովհետեւ եթե կենսաթոշակ է տատիկ պապիկների կամ այն նվազագույն պայմանները չի ապահովում եւ պարենային զամբյուղը ավելի քիչ է դրանից, ինչպես կարելի է սպասել, որ այնտեղ մարդ կարող է մնա։ Եվ որևէ փոքր արտադրություն, փոքր բիզնես, որը կհամապատասխանի այնտեղի բնակչի ամենատարրական հմտություններին եւ կլիմայական պայմաններին, մշակաբույսերին եւ այլ եւ այլ։ Փոքր եւ պարզ բաներից պետք է սկսել։ Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, այլ երկրներում մարդիկ շատ ներողություն հիմար չեն, որ ուղղակի մեծ գումար են դնում եւ դա բացարձակ չի առաջացնում ինֆլյացիա, արժեզրկում եւ այլն, որովհետեւ դա փոխհատուցվում է այն գործարար աշխուժությամբ, այն սոցիալական ցուցանիշների բարելավմամբ, որին ձգտում է ցանկացած երկիր ու կառավարություն։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ մենք նախ պետք է ֆիքսենք գերակայությունները։ Ինչ Հայաստան ենք ուզում, առաջարկ Հայաստանին, որ Հայաստանին, դեպի ուր ենք գնում։ Երբ որ դա մենք կարողանանք տեսլականը ձեզ հետ միասին կամ պահանջարկված լինի մեր կարծիքը, ֆիքսենք սա արդեն որպես պետական հայեցակարգի գերնպատակ, հեռահար նպատակ, դրանից շատ հեշտ բխեցնելու ենք խնդիրները եւ ամեն համայնքը կիմանա ժամացույցի որ մասն է ինքը։ Շատ բարի, այստեղ մի հատ արձանագրում անենք մեր հայրենակիցների համար, շատ կարևոր միտք ասեցիք, պարոն Մանասերյան, ասինքն առաջարկ Հայաստանին, ասեցիք որ Հայաստանին, այսինքն ի նկատի ունենք մենք Հայաստանը ճանաչում ենք բոլորս, բայց տարբեր մարդիկ տարբեր ձևով են ընկալում։ Տարբեր ընկալումներ կան, կա այսպես կա պատմական Հայաստան, կա իրական Հայաստան, բայց դրա համար կա առևտրավաշխարհորական Հայաստանի ապագա, կա արդյունաբերական բարձր տեխնոլոգիաների որ Հայաստանը։ Մենք բոլորս մեր մտքերում եւ յուրաքանչյուրը, տեսեք, բոլորս մեր մտքերում, բայց յուրաքանչյուրս յուրովի մենք ուրեմն գիտենք թե դա որ Հայաստանն է, այսօրվա ռեալ Հայաստանը, բայց տեսեք, հեր գյուղի թոշակառու պապիկ տատիկը մի աչքերով են նայում Հայաստանը հեր գյուղից։ Այո։ Երևան քաղաքի կենտրոնի խցանումների մեջ մնացած մարդիկ, որ ասենք թե Արշակունյաց փողոցում պետք է ասենք 2 ժամ 15 րոպե մնան, մի աչքերով են նայում։ Երևանում մանկապարտեզ գնացողը եւ 9-րդ մասիվի բնակիչը մի այլ աչքերով, չէ՞, ասենք եւ այլ։ Հիմա սա նշանակում է, որ այդ ծրագիրը, պարոն Ծառուկյանը ինչ որ առաջա քաշում, ասում է դա լինի մի ծրագիր, որը այդ եւ խցանման մեջ մնացողի համար, եւ հեր գյուղի թոշակառուի, եւ Գյումրեցու, եւ կենտրոնի համախմբող լինի, այսինքն այն ինչ որ մեզ բոլորիս հասկանալի, ընկալելի եւ ընդունելի։ Այո, ինչ որ մեզ ամեն ինչ մենք էլ ենք, չէ՞, տարբեր, մենք միասին մեծացել ենք նույն թաղամասում Թումանյան տուն թանգարանի հարևանությամբ, նույն Բաքում, բայց տարբեր ճանապարհներ եք անցել, չնայած տնտեսագետներ ենք եւ մենք էլ ենք տարբեր աչքերով նայում եւ ES-ի մարզային հանդիպումն, ասենք շատ կարեւոր է, որպեսզի այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը համախմբող եւ մոբիլիզացնող լինի, այսինքն ինքը մի կողմից իրատեսական ծրագիր լինի, իրատեսական, որ հեր գյուղի խնդիրներ առաջ գա այստեղ մեղրու Երևան քաղաքի խցանման խնդիրներ գատեղ, ճիշտ է, դետալները հետո կլինեն, բայց ամբողջական համախմբող է եւ ես ուզում եմ սրա հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ, վերջին տեսանյութում կար դա, մենք երևի ուշադրություն շատ չդարձրեցինք, ուրեմն Իջևանում 7 երեխայի մայր եւ հայր էին նստած, որոնք ունեն 7 երեխա։ Մայրը հարցադրում անում, ասում պարոն Մելքումյան, ես դիմել եմ, որ ինձ տան 100,000 դրամ, բայց ինձ տալիս են 59,000 դրամ։
այդ 7 երեխայի հետ որպես այդ բազմազավակության այսպես ռեժիմի մեջ եւ այդտեղ քննարկում գնաց թե որ երեխայի համար ինչ անում, դա մեծը արդեն դպրոցը արդեն ավարտել է, փոքրը մանկապարտեզում է եւ այլ եւ հետարքիր մի քննարկում գնաց, այդ որ ես նոր նշեցի թե մանկապարտեզ դպրոցը չի կարելի հակադրել աղքատության հաղթահարմանը կամ գործազրկության հաղթահարմանը, չի կարելի հակադրել սա թե սա, երկուսն էլ պետք է լուծես եւ գնացինք ընտանիքի ձևաչափում քննարկեցինք, ասենք կա 3 երեխա, 4, տվյալ դեպքում 7 երեխա։ Հիմա դու ծնողը չի կարող ասի, որ ես լուծում եմ միայն այդ 4-ից կամ 7-ից 2-ի խնդիրը, երեխեք, մնացածը ես չեմ կարող լուծել։ Ինքը այդ երեխաները տրավմայի կենթարկվեն։ Ամբողջ կյանքում կհիշեն, որտեղ էր մանկապարտեզ գնացողն էլ գնում այնտեղ ուրիշ երեխաներ կան։ Այն արդեն ուսանողն էլ Իսկ մեր կյանքում ոմանց տենց են վերաբերվել դրան։ Այսինքն պետքա բալանսը, պետքա ծնողի իմաստնությունը կայանալու է նրանում, որ ինքը պետք է հետեղած ռեսուրսը։ Նույն աչքով նայ բոլորը։ Այո, նույն աչքով, որ երեխեքի մեջ մի միլիմետր կասկած չառաջանա, որ հանկարծ կարող է ստեղ փոքրիկ անարդարություն լինի պայմանական։ Նույնն էլ պետությունն է։ Կառավարությունը, պետությունը պետք է դպրոց մանկապարտեզը չհակադրի աղքատության։ Դուք համաձայն եք, պարոն։ Հիմա ուզում երկրորդ հարցը տամ, որ պետությունը։ Հա, Ասացի, որ Հայաստանը հիմա որ ախր մեր ընկալումները, գոնե մեր ընկալումները համընկնում են, չէ՞։ Շատ մարդկային մասնագիտական տալ, բայց մարդիկ կան, որոնց ընկալումները բացարձակ, այսինքն դիսոնանս է տալիս։ Եվ մենք իրենց աչքում կարող է թվանք շատ ծիծաղելի, որ խոսում ենք այսպիսի վեհարժեքներից կամ մասնագիտական լուծումներ ենք փնտրում, մինչդեռ իրենց համար շատ ավելի այլ խնդիրներ են դրված։ Թույլ տվեք ես շարունակեմ հետեւյալով։ ահա։ Առաջարկ, խնդրանք, ինչպես կուզեք ընկալեք։ Մարզեր գնալը շատ կարևորելով, մի խնդիր եւս փորձեք ներառել։ Ամեն համայնքում նախ համայնքները մենք ժամանակին փորձեցինք անձնագրեր կազմել, դուք ինքներդ հասկանում եք ինչ կարևոր է։ Ամեն համայնքի բնակչության մասնագիտական կառուցվածքը, եթե կարողանաք, դա հսկայական օգուտ կտակ երկրի մասշտաբով, եթե կարողանանք դա իմի բերել։ Այն ինչ որ չի արել ոչ միայն այս կառավարությունը, նախորդ կառավարությունների ժամանակ բաց թողում է, օբյեկտիվորեն չի եղել։ Մարդահամարը երբ անցկացվեց Հայաստանում նախորդ մարդահամարները, հավանաբար, քանի որ դա նաև գիտեք, դոնորներ, միջազգային դոնորներ են ֆինանսում, այդքան ձեռնտու չէր, որ իմանան, թե մասնագիտական ներուժը որն է Հայաստանի։ Իրենք ավելի լավ են մեզ ճանաչում, քան մենք իրար։ Մեր մասին շատ ավելի լավ տեղեկատվություն ունեն։ Տեսեք, քանի քայլ մենք միանգամից առաջ կարող ենք գնալ ճանաչողական առումով, հասկանալու թե որ Հայաստանում ենք ապրում, քանի բժիշկ, քանի ինժեներ, քանի սա որ եղավ, ես չէ որ պետք է ձեզ բացատրեմ, 4 տեսակ ռեսուրսներից մարդկային, հանքահունքային կամ բնական, արտադրական եւ ֆինանսական ամենակարևորը մարդկային ռեսուրսն է, որովհետեւ մարդն է այս ամեն ինչը կառավարում եւ եթե մենք սա ունենանք, հենց այդ մարդկանց համար Հայաստանը եւ իրենց ընկալմամբ Հայաստանը կփորձենք կառուցել։ Մենք չենք կարող այդ դուք 7 երեխաների ընտանիքի մասին խոսեցիք։ Դուք անգամ երեխաների կարծիքը չեք կարող արհամարել, շրջանցել իրենց համար լավ տուն, ընտանիք կառուցել։ Դուք պետք է հարցնեք ով ինչ տրամադրություն ունի։ Մենք ամբողջ բնակչությանը դրել ենք մի կողմ, գալիս ենք մի քանի կառավարություններ փոխելով, ասում ենք իմ պատկերացումը այս Հայաստան, բայց այդ մարդիկ միգուցե ուրիշ ավելի པարզ եւ ճիշտ լուծում ունեն։ Մենք մի քիչ պիտի ականջալուր լինենք։ Սիրելի հայրենակիցներ, տեսեք, պրոֆեսոր Մանասերյանը շատ կարևոր բան ասեց, որ Հայաստանին ուղված, այսինքն դրանից բխում է, որ այն ինչ որ մենք պատկերացնում ենք, որ դա մեր հայրենիքն է, մեր երկիրն է, բնական է, որ անհատները տարբեր պատկերացումներ կարող են ունենալ, բայց բոլորս մենք գիտենք, որ Հայաստանում դա հայերի երկիրն է եւ հայերի երկիր լինել նշանակում է, որ հայոց լեզուն, հայերի ավանդույթները, հա, եւ մարդկանց մեծերին հարգել եւ սիրելը, հայկական ընտանիքը, սրանք ատրի եւ այլ ինքնությունը, հայ ինքնությունը, սրանք դրված են Հայաստանի գոյության եւ հետագա զարգացման հիմքում, հա, հիմնարար բազիսային ուրեմն մակարդակն է։
Բայց տեսեք, հիմա պարոն Մանասերյանը շատ ճիշտ բան ասեց, բերեք համայնքների անձնագիրը կազմելիս արձանագրենք անպայման եւ դա էլեկտրոնային լինի, որ եթե որևէ մի բիզնեսմեն, այո, խոսում ենք աշխատատեղերի մասին, ընդունենք որևէ մեկը Իջևանում կամ Դիլիջանում կամ հեռավոր համայնքում, ուզում է ներդրում անի։ Մի հատ ինքը պետքա հասկանա, այդ եւ հարակից համայնքներում ինչ մասնագետներ կան, Ինչ ավանդույթներ կան, ինչով են զբաղվել, այն ինչ որ գյուղատնտեսությանն է վերաբերվում, մենք բոլորս գիտենք, որ բնակլիմայական պայմանները, տասնյակ տարիներով եղած մշակաբույսերի կամ բարձրադիր գոտիներում արդեն անաստապահությունը, բոլորը ռեսուրսները ինչով է։ Բայց եթե մենք գնում ենք նրան, որ ստեղ պետքա որոշակի արտադրական կուլտուրա ձևավորվի, կարի ֆաբրիկա, տրիկոտաժի ֆաբրիկա, ինչով մի փոքրիկ մեքենաշինական ավտովերանորոգման կամ դետալային ինչ-որ մի բան։ Քարի հանք կա այնտեղ։ Քարի հանք կա։ Այսինքն այդ մասնագետները այդտեղ ովքեր են, որ արդեն աշխատել են, բայց հիմա գործ չունեն, անգործ են, եւ ովքեր կան, որ կամ ինչ ուսանողներ կան տեղ, որ արդեն այդ գյուղից սովորում են, նրանց այդ ինչ մասնագիտություն են ստանում, կարևոր բան, ինչ մասնագիտություն են ստանում, չթողել բախտի կմաճուկին, որ ասի մեր գյուղում, մեր համայնքում գործ չկա, ես մնում եմ որևէ սրճարանում աշխատելու կամ վաճառող աշխատելու, հետ չեմ գնում, այո, եւ համայնքի ավականին, համայնքի մեծերը, համայնքի իմաստունները հավաքում են եւ ասում են մենք ունենք, ասենք թե, չգիտեմ, 37 երեխա, որ սովորում այս մասնագիտություններով, հետ ենք բերում, այստեղ կազմակերպվելու է այսպիսի փոքրիկ ներդրում աշխատատեղի։ Որ օգնությունն էլ նպատակային լինի։ Այո, այսինքն սա կարևոր բան եք ասում, որ անձնագիրը, մասնագիտական ռեսուրսի, թե ինչ է կատարվում։ Եվ գալով սրան սա կարևոր է, մենք կարող ենք այս առաջարկ Հայաստանում սա զարգացնենք, կարծում ենք դուք այդ առաջարկները պարոն Մանասերյան արդեն արձանագրված կտաք, մարդկային կապիտալ, որոնց պետք է ամրացնենք, այսինքն գրավիչ պետք է, զոռով չենք բերելու տեղ, պետք է գրավիչ լինի, որ մեր գյուղում, պիտի ներդաշնակ լինի, չէ՞։ Մեր համայնքում այսպիսի բան կա, այսպիսի արտադրություն կամ աշխատատեղ կա։ Հիմա գանք, որ ես ասեցի, չմոռանանք դա, էլի, որ մարզերում 2-2.5 անգամ նույն ծառայությունը աշխատանքը ավելի քիչ է վճարվում։ Դա իսկապես այդպես է։ Հիմա գանք ես սրա մասին, բայց հարկերը նույնն են։ Հարկերը նույնն են։ Հիմա գանք, ես սրա մասին շատ եմ խոսում, դուք որ ասեցիք, ես որ ասեցի հայեր են ապրում, տեսնենք քանի տասնյակ հազար հնդիկ կա, որ աշխատում է։ Իդեպ, եթե հայը բանվորական սովորական աշխատանքով աշխատում է 12, 14, 16, 18 հազար դրամով օրական, հնդիկները առաջ աշխատում են 6-7 հազար, հիմա 10-12-ից պակաս չկա։ Այսինքն իրանք արդեն եկան, հասկացան, սա մեկ, եւ երկրորդ, աշխատավարձերի չափը։ Հիմա տեսեք, 15000 դրամ բանվորի Երևան քաղաքում աշխատանքը շինարարության ոլորտում եւ հանկարծ մոտ 400,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ստանում են մինչև 250-260,000 դրամ, մինչև 400,000-ը։ Այսինքն եթե մենք դա բաժանենք, դուրս է գալի, որ օրը մի 6-7 կամ 7-8 մաքուր դրամ է։ Հիմա այնտեղ բանվորական աշխատանքը, այնտեղ էլ այսպես որակավորում պահանջող աշխատանքը։ Այս աննորմալությունը, անհամամասնությունը, այս աննորմալություն եմ ասում։ Դուք ո՞նց եք գնում։ Այսինքն ինչ սրա անուն ինչն ենք մեկ եւ երկրորդ։ Մի հատ հիշենք սա բան, որ ասում ենք աշխատող աղքատներ։ Մարդը աշխատավարձ ստանում, բայց աղքատ է ըստեյության եւ թոշակառունել միջին 50,000 դրամ։ Կարող է մտածում են պատկան մարմինները, որ այն ինչ որ ստանում են, դա չի միայն իրանց եկամուտը, կա ուրիշ եկամուտներ, այլապես մարդիկ չէին կարող ապրեին։ Բայց մենք չպետք է այդ հույսով ապրենք, որ մարդիկ հիմա եկեք մի հատ այս աշխատավարձ, թոշակ, աշխատատեղ, այս երանգյունին այդ չափերի մի հատ գնահատենք, էլի։ Շատ կարևոր հարցեր են։ Ահա։ Իրականում էլի պիտի վերադառնանք այն օրինակին, որ բերեցիք ընտանիքի մոդելին մասշտաբով, այո, որտեղ նույնն է։ Ընտանիքը կամ տեր ունի, կամ տեր չունի։ Պետությունը կամ տեր ունի, կամ տեր չունի։ Չի լինում մի քիչ ունի, մի քիչ չունի։ Այդքան էլ ուժեղ չի, այդքան էլ բան չի։ Շատ կարևոր է, որ մեր սիրտը մեր երկրի հանդեպ տաք լինի։ Եթե մենք անկեղծ եղանք մեր ցանկության մեջ, մենք լուծումը կգտնենք։ Ձեր ասածը տեսեք։ Աղքատությունը մենք ասում ենք վերին շեմ մարդկանց թվում է, որ երևի բավական եկամուտ պիտի ունենաք, որ վերին շեմ։ Ընդհանրապես խոսքը վերաբերում է 850 դրամին։ Մեզնից յուրաքանչյուրին որ տան մենք կարողանանք գոյատևել, իհարկե ոչ։
մարզերից Գեղարքունիքի մարզն ու Շիրակի մարզը ունեն 60% եւ ավելի։ Այո, ամենաբարձրն, ահա։ Այսինքն ավելի քան ամեն երկրորդը։ Եվ այստեղ աչքաթող անել այն օրենքը, մենք երկուսս էլ օրենսդիր ենք եւ նախքին չենք երբևէ։ Օրենսդիր, եթե այն օրենքը, որ կա պարենային նվազագույն զամբյուղի մասին, շատ լավ գիտենք։ Այդ օրենքը կամ պետք է կատարվի, իրագործվի, կամ պետք է հետ կանչվի։ Շատ հստակ գրված է, ձեր խոնարհ ծառան է այդ մշակույթը մասնակցել։ Նվազագույն պարենային զամբյուղի հաշվարկը պետք է դրվի նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների հաշվարկի հիմքում։ Բառացիորեն ասեցի։ Անում ենք մենք դա, ոչ։ Դիսոնանսը կավելանա եւ բնականաբար ոչ միայն հնդիկներ, մի զարմացեք, եթե հարևան երկու ոչ բարեկամ երկրներից, իսկ մենք ժողովրդավար երկիր ենք, չենք կարող ասել, որ մենք խտրական վերաբերմունք ունենք, ուրեմն թող չգան։ Ոչ։ Հենց դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին, ուրեմն սպասեք նորությունների։ Մեղմ ասած։ Դա անխուսափելի է։ Որ ալիքով ենք սպասելու այդ նորությունը։ Դա երկրորդ խնդիրն է, բայց ամենայն հավանականությամբ ամենաազատ ալիքով, որը ազատությունն է։ Անազատ։ Եվ այստեղ ես ինչ եմ առանց չափազանցության ինչ եմ ուզում ասել։ Մենք խնդիրները հստակ պետք է հաշվառենք եւ այդ խնդիրներն ունեն մեկից ավելի լուծումներ, որ մենք ունենք։ Տնտեսական դիվանագիտության շրջանակներում ես անձամբ դիտարկում եմ ժողովրդագրական դիվանագիտությունը։ Ինչու? Որովհետեւ ժողովրդագրական անվտանգությունը այդ թվում փոքր երկրում տարբեր ազգային փոքրամասնությունները, երբ արդեն փոքրամասնություն չեն լինելու, եթե դրանք կառավարելի չեն, եթե կանխատեսելի չեն հոսքերը, հատկապես զանգվածային արտագաղթի եւ անհասկանալի քանակի եւ երկրներից ներգաղթի մեծ ծավալների, սա արդեն ինձ թվում է համոզիչ փաստարկ է, որ մենք զբաղվենք այդ անունը դնենք ժողովրդագրական դիվանագիտություն, բայց մենք այդ խնդիրը չենք կարող թողնել անհետևանք։ Ռեալ պոլիտիկ։ Ոչ թե որ մենք չենք սիրում այդ ազգերին, շատ հարգանքով ենք վերաբերում, բայց մենք առաջին հերթին հայկի երկիրն ենք։ Այո, եւ սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ երևի մոտ 1 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, ես էլ մասնակցում եի պրոֆեսոր Մանասերյանի հրավերով, լույս է տեսել պարոն Մանասերյանի մենագրությունը, ուրեմն տնտեսական դիվանագիտության վերաբերյալ ինքն էս համապարփակ ես համարում եմ գիտական աշխատություն, ընդհանուր այսպես մոտեցումներով ես ծանոթացել եմ, շատ արժեքավոր է, պարոն Մանասերյան, շնորհավորում եմ այդ հերթական նաև մենագրության լույս ընծայման համար, կարծում եմ պատկան մարմինները նույնպես ուշադրություն կդարձնեն, դուք շատ ճիշտ եք նշում, որովհետև հիմա տեսեք, այդ հնդիկների մուտքը, եթե կա պահանջարկ, որևէ մեկը դեմ չի, որ այդ իրանք սպասարկեն եւ գնային մատչել է, այդպես չի էլի, որ ասենք հիմա թող գնան, գներն է բարձրանան, ի վերջո այդ գումարը հասնի այլն, ի վերջո շուկան ինքը կարգավորում է զբաղվածության շուկան, ինչ որ կա, դա բնական է, բայց մենք պետք է գոնե որպես մասնագետներ գոնե մի 2-3 քայլ առաջ նայենք, կանխատեսենք, թե ազգային տնտեսություն ենք ուզում կառուցել, ինչ է սպասվում, այդ թվում գիտեք ինչ կա, որ քանի գնա, օրինակ այդ խցանման մասին, որ ես ասեցի, հիմա դա կարող է իսկապես չարիքա դարձել արդեն, որ ընդհանրապես տհաճա տնից դուրս գալ է այդ ժամերի մոտավորապես, մեկ, եւ երկրորդ ժամանակի կորուստ ուղակի, եւ նյարդեր, հա։ Բայց սա մի կողմ դնենք, ես ուզում եմ, որպեսզի մենք 26 թվականի հայտնի միջոցառմանը միտված, ուրեմն քաղաքական ամենակարևոր միջոցառմանը 26 թվականի հերթական ընտրությունների միտված մի երկու արձանագրում անենք, տեսեք, անցած շաբաթվա ընթացքում այդ վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմնի հավաքանու ընտրություններ, մասնակցեցին տարբեր կուսակցություններ եւ մենք տեսանք, որ 3 ուժ անցավ եւ արդյունքները բոլորիս տեսանելի է, թե ինչ է կատարվել։ Ընդ որում, այստեղ գնահատականներ կան, որ բուն ուրեմն Էջմիածին քաղաքը մի կերպ է քվեարկել առավելապես եւ Էխոյ համայնքի խոշորացված 16 եւ 18 գյուղական բնակավայրերը մի քիչ ավելի այլ ձևի են, բայց ես չեմ ուզում հիմա մենք ընդհանրապես ընտրությունների արդյունքները արձանագրենք, դա անշնորհակալ գործ է։ Ինձ ավելի այլ բան է հետաքրքրում, որ ընտրությանը մասնակցել են ընդհանրապես 45% ընտրողների եւ այն ավել մասնակցած եւ ովքեր չեն մասնակցել, դրանց մասնակցությունը կարող է
իրավիճակ փոխեր, կարողա չփոխեր, բայց կարողա եւ փոխեր։ Եվ եթե մենք դա բերում պրոյեկտում ենք արդեն 26 թվականի համար, մի հետարքիր բան է առաջանում, որ մենք թեկուզ դա էլ կարելի է դիտարկել առաջարկ Հայաստանի ռեժիմներում, այսինքն մարդիկ, ասենք 50%-ից ավելին, այստեղ ապրող մարդկանց, լավ, մի փոքր մասը կարող է այստեղ չի ուզում մասնակցի իշխանության ձևավորմանը։ Համայնքում համայնքի բնակիչը, երկրում երկրի բնակիչը, չէ՞։ Միգուցե sense դիդակտիկ չեն խոսել դրա մասին, բայց ի՞նչ է նշանակում, որ երկրի բնակչության կեսից ավելին չի ուզում մասնակցի այդ երկրի ապագայի կերտմանը։ Լուրջ խնդիր։ Այ հիմա երբ որ մենք խոսեցինք գյուղական բնակավայրերի հերհեր գյուղի պապիկ տատիկի մասին, Երևանի կենտրոնում խցանման մեջ մնացած մեր համակարգացների մասին, նրանք են չէ, որ ասենք թե նաև չեն մասնակցում, հա? Այսինքն դուք ո՞նց եք գնահատում սա, ինչի է մարդը հիասթափված է, թե ուղղակի ինքը իրան չի հետարկում իր երկրի ապագան, անհասկանալի է դա։ Տեսեք, մենք ավելի շատ խոսում ենք ժողովրդավարությունից, քան ունենք դա։ Այսօր դա ակնհայտ է։ Մենք ավելի շատ խոսում ենք իրավունքից մարդու, քան պարտականություններից։ Այդ բալանսը խախտվել է։ Մենք նույնիսկ օրենսդրական օրենքի մակարդակով, օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցած որոշակի փորձ ունենք։ Ունենք անկախության բառացիորեն առաջի տարվանից մասնավորեցման մասին օրենք, չունենք ազգայնացման մասին օրենք։ Ազգայնացումը նույնիսկ 30 տարին մեկ եթե լինի, օրենքով պետք է լինի։ Եվ եթե մերժում ենք սա, նշանակում է ինչ-որ մի բան խախտվել է։ Ինչու եմ ես այս գործոնները նշում, որովհետև քաղաքացու մոտ առաջանում է, եթե առաջ խոսույթ էր պարզապես, որին մենք կարող ենք ընդդիմանալ եւ ասել, չէ, ինչ եք ասում։ Բանիմաց գիտակից մարդը պիտի մասնակցի ընտրություններին, պիտի ձևավորի իշխանությունը եւ այլն։ Մենք ինքներս այսօր անկեղծ լինենք, մենք վստահ ենք, որ անհատը, քաղաքացին ոչ միայն պահանջարկված է կամ չէ իր կարծիքը, այլ ինքը կարող է ինչ-որ մի բան փոխել։ Անկեղծ լինենք։ Այսինքն ստացվել է, որ երկու դոկտոր պրոֆեսորներ խոսում են եւ իրենք իրենց ներսում վստահ չեն, որ իրենք էլ կարող են մի բան փոխել։ Անկեղծ լինենք։ Բա ուր մնացած մարդիկ։ Բա այն մարդիկ նաեւ այս հաղորդումը դիտելով պիտի ինչ-որ էներգետիկ իմպուլսներ ստանան։ Մենք պարտավոր ենք դա տալ ոչ թե ձևի համար, իրականում կան, որովհետեւ պետություն ասածը մենք ենք հենց։ Բոլորով իշխանությունը, կառավարությունը պետք է վերջապես գիտակցի, որ ինքը վարձու աշխատող է մեր հարկերով։ Մենք ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում, մինչև օրս։ Մենք ոչ միայն իրենցից դա չենք տեսնում, այլ ինքներս էլ չենք վերաբերվում իշխանավորին այդպես։ Իհարկե ամենայն հարգանքով, դա չի նշանակում, որ անհարգալից պետք է լինենք, շատ հարգանքով, բայց փոխարենը այդ գոնորը, այդ ոճը, որով իրենք կարող են ցանկացած լրագրողի, քաղաքացու, գործընկերոջ ընդդիմադիր այդ ձև արդեն ոճը անցել է բոլոր թույլատրելի սահմանները։ Նման իրավիճակում բնական է, որ մարդիկ իրենց չեն կարող մասնակից համարել պետականաշինությանը։ Շատ դիպուկ եք ասում, պարոն Մասարյան, հիմա միգուցե sense տեսեք, այսինքն մենք խոսելով ժողովրդավարությունից եւ ժողովրդավարական երկիր լինելու այս խոսույթի մասին, բայց տեսեք, օրինակ հարկերի հետ կապված, չգիտեմ, վարչական իրավախախտումների հետ կապված, օրինակ ամրագոտին չեն գցել, կա կարգավորում, չգիտեմ, այս ինչը խախտել են կա, բայց այս առաջի անգամ եմ ասում, երկրի ապագան ձևավորելու հարցում, այսինքն մենք չենք ասել նրան, որ կա զանգվածային իրավագիտակցություն կամ գիտակցում դրա, որ պետք է գնան։ Հիմա պատասխանատվություն։ Իսկ եթե չկա, պարզա որ ոչ մեկ տենց ինչ որ ուժային ձև, բայց կարողա մենք պետքա դա էլ բերենք մի հատ իրավական կարգավորման դաշտ, այսինքն չմասնակցելու համար ընտրությանը, չեմ ասում միգուցե բոլոր, բայց բոլորին չա, գոնե համապետական ընտրությանը չմասնակցելու համար, եթե հարգելի պատճառ չկա, այդ արդեն երկրորդ հարցն է, հարգելին որնա, որը չի, ինչ որ մի
որոշակի Իհարկե։ պատասխանության ինստիտուտ լինի։ Ինչ եք Դա կարծում։ հաշվետվողականություն է։ Մարդիկ կան, որ հիմնավոր Չի եկել մարդը, եղել է քաղաքում, ինչու։ Ինչու Հիմա չի օրինակ դուք ինչ կառաջարկեիք, չասեմ սանկցիա, լավ, ինչ լինի։ Չէ, սանկցիա չի։ Նախ դա բնականից պիտի ձևավորվի։ Մարդուն պետք է արժևորենք։ Եթե մենք եւս ընտրողներ ենք, եթե մեզ չեն արժևորում, կամ մեր դերը իբրև տնտեսագետ, այսպես ասենք, մի քիչ ծայրահեղեցնենք, հաշվի չեն առնում, մենք կմտնենք լսարան։ Մենք ձևի համար պիտի մանավանդ որոշակի փորձառությունից հետո պիտի գնահատենք ինքներս մեզ։ Հենց այնպես ձևի համար չենք մտնի, այսինքն պիտի իմանանք, վստահ լինենք, որ ոչ թե այդ լսարանում նստածները անտարբեր են կամ ապագա գործազուրկ ենք մենք կրթում, այլ այդ գիտելիքը վերցնելու են տանեն առաջ։ Օրինակ, պարոն Մանասերյան, ընդունենք երկու Հայաստանի Հանրապետության քաղաքացի զրուցում են իրար հետ, պայմանական եմ ասում, խոսույթ։ Մեկը ասում է, գիտեք ինչ, մի շաբաթ առաջ ընտրություն էր տվյալ մեր համայնքում, ես միշտ պարտաճանաչ գնում եմ, միշտ մեր համայնքի ուրեմն ընտրությունների մասնակցում եմ։ Երկրորդն էլ ասում է, չէ, ես ոչ մի անգամ չեմ մասնակցել, չեմ էլ մասնակցելու։ Հիմա կա այդ հիմա մենք չգիտենք, այդ որ դուք ասեք եկեք միան շատ հետ ինչ հաստատվում արդյունքում։ Մենք ի վերջո տնտեսագետ ենք, պիտի տնտեսական խթանների մասին մտածենք, թե չէ։ Նա ով որ մասնակցում է ընտրություններին, նա որևէ հանրային բարիքից օգտվելու ավելի նրա համար պետք է մատչելի լինի, քան նա ով որ արհամարում է, անտեսում է, ասում է դուք էլ ձեր ընտրություններն էլ ձեր մնացած կառույցներն էլ հետը։ Անտարբերությունը նաև դրանով, բայց առաջին հերթին ես կողմնակից եմ, որ բնական լինի։ Մենք ձևավորենք այն միջավայրը, որ մարդ իրեն գնահատված զգա, հնձվոր տղայից սկսած մինչև ակադեմիկոս այդ բանաձևը հայտնաբերված չի։ Եթե միջազգային պրակտիկայում կա տես մի կարգավորում, որը ընդունենք, տեսեք, Միացյալ Նահանգներում դուք պետք է շատ մեծ ճիգ գործադրեք, որպեսզի ասեք, թե ինչու չեք մասնակցում կամ եթե ձեզ կանչել են որևէ հանրային պաշտոն, այսինքն կամավոր, որ չվարձատրվող, այսպես ասենք, որը պետության ներսում կարևորում են քաղաքացու դերը, ասում են թող գա, կամ ժյուրիի կազմում լինել։ Եթե դուք չեք կարող շատ լուրջ փաստարկ պիտի ներկայացնեք։ Շատ չեք կարող ուղղակի ասել տրամադրությունս այսօր անձրևի ժամանակ լավ չէ։ Այսինքն տվյալ անձը ունի ուրեմն ինչ որ տարբեր պաշտոններ, կամ ասենք թե ինչ որ հանրային կյանքի ինչ որ ակտիվ ինչ որ դիրք պետք է ունեն եւ այլն, լինի ուսումնասիրություն, որ տեսնել այս մարդը ընդհանրապես пассив մարդ է, ոչ մի ընտրության չի գնում, չի էլ մասնակցել, գնահատական տրվի, բայց միևնույնն է, կարծում եմ, որ այդ բանաձևը տեսեք, բայց եթե պետությունն է հարց դնում, ընդունենք մոռանանք այս տվյալ իշխանությունը ոնց է եկել։ Ընդունենք տվյալ իշխանությունը եկել է սովորական ստանդարտ 40-45-50% մասնակցության դեպքում։ Եկել է, բայց տվյալ իշխանությունը որ եկել է իշխանության, տվյալ երկրի ապագայի զարգացման համար եւ ավանդույթ ձևավորելու համար, sense միտք արտահայտի, որ ես գտնեմ մի բանաձև, որով ոչ թե ուժային ձևով պարտադրեմ կամ իրավական սանկցիայով, մթնոլորտը տարբեր գործոններն են ձևավորենք, որ այսպես ձեռնտու ունի, անպայման չմասնակցելը ձեռնտու չլինի, ոնց որ ասում են հարկեր մուծելը ձեռնտու չլինի, բայց տենց էլ մարդիկ կան, չէ՞ որ հարկերը չեն մուծում։ Այս նենց մթնոլորտ, նենց, բայց դա պետք է այսպես անտեսանելի ձեռքով։ Մենք չենք ուզում 1080, բայց մենք չենք ուզում սովորենք այն երկրից, որտեղ ասում են մեկ մահն է անխուսափելի, մեկ էլ հարկերը։ Բայց մեր մոտ ցանկություն չի առաջանում սովորել այդ երկրից։ Թվում է թե մահակը ձեռքներին ամերիկացիները բոլոր հարկատուների գլխին կանգնած ասում են ոչ, ես հարկատու եմ եղել, Միացյալ Նահանգներում աշխատել եմ որպես պրոֆեսոր, ընտրովի մի քանի տարվա մեջ մեկ անգամ կարող է ձեր գործը, այսպես ասած, հարկային հաշվետվությունը նայեն կամ չնայեն ամբողջ կյանքում, բայց Աստված մի արասե վստահությունը եթե չարաշահեք։ Վերջացավ, կարմիր դրոշակը կանգնում է ձեր վրա եւ ամբողջ ժամանակ մշտադիտարկման տակ եք լինում։ Ես շատ մի կարևոր օրինակ եմ ուզում, շատ կոնկրետ օրինակ եմ ուզում բերել։ Չխոսենք այսպես ինչպես տարբեր շատ հստակ Գագիկ Ծառուկյանը հիմա այդ նախաձեռնությամբ հանդես է գալիս եւ դուք բավական լուրջ կազմով փորձագիտական, չէ՞, մարզերում եք։ Հիմա Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության կամ օրենսդիր իշխանության ղեկավարը չի, չէ՞։ Հայ մարդ է, որը իր պատասխանատվության բաժինն է զգում, ասում է ես ինչ անեմ, որ ռեալ լինի, որ իմ արած գործը արդյունք տա, ընդհանրապես։ Եվ փոքր երկրում
այս նախաձեռնությունը իսկապես կարող է ինքը ստանձնել է, ինքը զգում է պետության մասնիկ լինելը եւ ինքը այդ մասը ստանձնել է կամովին։ Բա պատկերացնեք պետություն կարևորում է, չէ՞, ամեն մեկին։ Դուք ինքներդ ասացիք, որ ամեն մեկի սրտով լինի, կարծիքը հաշվի առնվի, գնացեք տեսեք։ Բա պետությունը հենց դա պիտի անի։ Որ Հայաստանի համար ենք մենք այդ ծրագրերը գրելու եւ իրականացնելու։ Եթե իմ ու ձեր սրտով չի լինելու դա, եթե մեզ հաշվի չեն առնելու, եթե իհարկե առողջ փաստարկներ ունենք, բա մենք այդ ինչ ջերմությամբ ենք մասնակցելու այդ բոլոր նախաձեռնություններին։ Շատ բարի, պարոն Մանասերյան, շնորհակալություն, շատ այսպես կոնստրուկտիվ, ինչպես դուք եք ասում, էներգետիկա առաջացնող, կարևոր փաստարկված զրույցի համար, կարծում եմ մենք ինչպես տնտեսագիտական հարցերում համախոհության սկզբունքով ենք տասնյակ տարիներ շփվել իրար հետ, մենք կարող է շատ ամեն շաբաթ չհանդիպենք կամ ամեն ամիս չհանդիպենք, բայց մենք միշտ տվյալ քաղաքում ենք ապրում, պատկերացնում ենք երևույթները, ի վերջո մեր երկրում եւ մեր քաղաքում ինչ որ կատարվել է, մենք կողքով չենք անցել, միշտ մասնակից ենք եղել, հանրային այսպես մասնակցություն ենք ունեցել, այո, պարոն Ծառուկյանը ինքը իր բնատուր զգացողություններով այս ֆորմուլաները մշակում, այսինքն ինքը ըստ էության ուղիղ նայելով յուրաքանչյուր մարդու աչքերին, այս շատ զգացված եմ, որ դուք ճիշտ գնահատականներ տվեցիք, ուղիղ նայում է ամեն մարդու աչքերին, մասնագետներ, հանրային գործիչներ, մշակույթի արվեստի գործիչներ եւ այլ մասնագետներ եւ նայում ասում ենք Ժողովուրդ ջան, մենք ձեր բարեկամն ենք, մենք հայեր ենք։ Դա ինչ կարող ենք միասին Մենք անել։ ձեր բարեկամ, մենք բոլորս հայեր ենք, մենք բարեկամներն ենք, եկեք վերջ տանք այդ բամբասանք, ցեղ շպրտել, ինքը լավ ձևակերպում, նենց որ որոշակի պոզիտիվ լիցքեր առաջանա եւ երբ որ մենք գնում ենք մարզեր մասնագետների հետ, մեր գործընկերների, ժողովուրդը արդեն տեսել է, կարող է մի քիչ որ պաուզայի էֆեկտ ալնում, տես բան էլ կա, չէ՞, քաղաքը 21 թվից պաուզայի էֆեկտ առաջանում, արդեն դու ինչ որ բանով զգում ես, մարդկանց աչքերին նայել ինչ որ բաներ ես զգում։ Եվ դա շատ կարևոր է, կարծում եմ սիրելի հայրենակիցներ, պարոն Մանասերյանի գնահատականների հետ դուք էլ կհամաձայնվեք, եւ երկրորդ, այնուամենայնիվ չմոռանանք, որ պետք է գտնել բանաձև, որ เป զի 26 թվականի հիմնական քաղաքական միջոցառման ժամանակ մեր գիտեք ինչ, դրանք այն որ ասում են անտարբերները չեն գալի, տենց բան չկա, դրանք անտարբեր չեն։ Ամեն ինչ ունի իր հետադարձ կապը։ Այն էլ իր համար է մտածում, ասում է որ չեմ գնում ընտրության, ինչ որ մի բան եմ ակնկալում որ լինի։ Ուրեմն պետք է մենք կարողանանք կարգավորում, բարոյական, առայժմ բարոյական կարգավորում ժողովրդի մեջ ներարկենք, որ եղբայր, արի դու մասնակցի քո պետության ապագայի կերտմանը, բայց հո պետք է չխնդրեմ քեզ որ գաս մասնակցես, դու չէ պետք է գիտակցես, լավ չի, չէ որ խնդրում եմ, արի, տես չի լինում, էլի։ Թույլ կտակ մի քանի վայրկյան։ Ահա։ Պարզ մարդը պիտի հասկանա, որ իրեն չեն խափում։ Չեն ասում, արի իրար հետ գործ անենք, բայց ես քո տեղակ որոշում կկայացնեմ։ Եթե դա զգաց, որ այդպես է, եթե զգաց, որ իսկապես իրեն հաշվի են առնում, արի միասին անենքը կաշխատի։ Այսինքն ոչ թե ներեն քաշում, որ դու արի ներքաշվի մասնակցի, հետո դու կոպիտ ասած քծված կլնես։ Արի գերանը քաշտանք տանենք, բայց ես մենակ հացը պիտի ուտեմ։ Դու սոված մնա, ես հաց կուտեմ։ Շատ բարի։ Աստվածտա, որ այս ամեն ինչը հաղթահարված լինի եւ հաղթահարվի մեր երկրում։ Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց այսօրվա մեր քննարկումը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։